Իրականում trip-ը, եթե այսպես ճիշտ գնահատենք, շատ կարևոր նախագիծ է Միացյալ Նահանգների համար, որովհետև 2023 թվականի ԱՄՆ սենատում շատ լուրջ լսումներ եղան, դեռևս Բայդենի վարչակազմի միջայլոց, երբ որ պետքարտուղարի տեղակալը հստակ ասաց, որ սա նախագիծ է, որ Օբրայանն է։ Սա նախագիծ է Ռուսաստանը եւ Չինաստանը շրջանցող Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող Ռուսաստանը եւ Չինաստանը շրջանցող նախագիծ է։ Այս գործընթացում առավել շատ մտահոգվելու տեղ ունեն Ռուսաստանը եւ Չինաստանը, ոչ թե Իրանը, ինչպես որ ինքն էր ասում։ Իրանը, այսպես ասեմ, անվտանգային առումով խնդիր չունի այս նախագծի հետ կապված։ Այս նախագծի այսպես ասեմ, դժողներից մեկը Ռուսաստանն է լինելու։ Եվ հիմա ինքը փորձում է Ռուսաստանին բերել խցկել այս նախագիծ։ Այդ դեպքում ավելի նախ ԱՄՆ-ն չի համաձայնում, երկրորդ ռիսկերը ավելի կմեծանան, որովհետև երկու հակամարտող, այսպես ասեմ, գերտերություն, ճշնամական հարաբերություններ ունեցող գերտերություն, եթե մի նախագծի մեջ խցկվեն, պարզ չի, որ ամեն-մեկը այսպես վերմակը քաշելու է իրան, եւ այդ նախագիծը ուղղակի փլուզվելու է, չի կայանալու։ Սա մեկ, երկրորդ։ Իսկ այսօր ԱՄՆ-ն պետք է այդքան միլիարդավոր կամ թեկուզ ինքը մի քիչ ծաղրում էր, ասում էր այդքան գումարներ չեն ներդնի։ Մի խոսքով, այդքան գումարներ պետք է ներդնի ԱՄՆ-ն, որ Ռուսաստանին բերի այդ նախագիծ։ Իմաստը ո՞րն է, իր մրցակցին բերել եւ մի նախագիծ, որ ինքն է ֆինանսավորում, որ շահառուն ինքն է։ ԱՄՆ-ն է ասել այս նախագծին։ Իսկ Ռուսաստանը ուներ այդ հնարավորությունը միջելոց, բայց ինքը իր շանսից զրկվեց, երբ որ պնդում էր, որ այնտեղ պետք է FSB-ի ուժեր տեղակայվեն, Հայաստանը չպետք է վերահսկի իր տարածքով անցնող այդ ճանապարհները եւ ճկունություն չցուցաբերեց, ճնշումների ենթարկեց Հայաստանի իշխանությանը, իսկ ԱՄՆ-ն այդ հարցում շատ ավելի ճկուն էր։ ԱՄՆ-ն Հայաստանի զգայունությունները, անվտանգային ռիսկերը հաշվի առավ եւ չէր պնդել, որ իր զորքերը իր անվտանգային ուժերը պետք է տեղակայվեն այստեղ։ Դրա համար ԱՄՆ-ն հաջողության հասավ, իսկ Ռուսաստանը դուրս մղվեց այս նախագծից։ Իրականում էլ եմ ասում, այս նախագծից ամենաշատը դուրս են Ռուսաստանը եւ Չինաստանը, որովհետեւ TRIP-ը դա Միջանցքի մի ճյուղ է, որը որ կենտրոնական Ասիայից ձգվում է գալիս Ադրբեջան, Ադրբեջանից Հայաստանով Նախիջևան եւ Թուրքիա, այնտեղից էլ պետք է անցնի Եվրոպա։ Եվ այս նախագծից, այո, դուրժելու են ավելի շատ Ռուսաստանը եւ Չինաստանը, եւ եթե տնտեսական մեջ շահել չունի, նա դրանով կարող է թույլատնել իր աշխարհակահաղական հակառակորդներին, որը նույնպես շահ է։ Շատ հաճախ պետությունները կարող են միլիարդավոր դոլարներ ներդնեն ինչ-որ գործընթացում, ինչ-որ նախագծում, որից իրենք այսպես տնտեսական առումով մեծ այսպես ասեմ դիվիդենդներ չունեն, բայց քաղաքական առումով իրենք թույլատնում են իրենց հակառակորդներին։ Սա էլ է բնականաբար շահ։